բացելու եկեղեցում դիմադրություն եղավ, ինքը չի հանգստանում, նորից հայտարարություն է արել, որ միևնույն է ակնհայտություն է տալի, որ միևնույն է գնալ եմ եկեղեցու վրա, ստիպել եմ, որ վեհապարներ հրաժարական տա, սա մի կողմից, Սամվել Կարապետյանը առաջին հայտարարություն չէ, օրինակ մոտավորապես 2 ամիս առաջ էր երևի հայտարարություն արեց, որ այդ ճանապարհ չէ, որ ԱՏՄ-ից դուրս գալը թե ինչ աղետներ կբերի, եւ այս բաներ ինչ-որ հայտարարություններ եղել է, բայց հենց որ եկեղեցու հետ կապված հայտարարություն արեց, դուք տեսաք, թե ինչպես վարվեցին Սամվել Կարապետյանի հետ, բացի այդ հիմա կանոնավորված են մարդիկ աբսուրդի բաներ, հա, Լիտյանի Արցախի ազգային ժողովի պատգամավորներ, այդ քաղաքացիների ևս 15 հոգի ձերբակալված են, այսպիսի իրավիճակ է, ինչպես եք սա տեսնում, նորից ինքը շարունակում է հայտարարություններ անել, սպառնացել են նրանք, ովքեր որ ուրբաթ ժամը 6-ին կմիանան Քայլերթին, գիտեք, որ Մալիբույայից Քայլերթ են լինելու դեպի Ացեմ, որտեղ որ պահում են մեր հայրենակիցները, ինքն էլ սպառնացել է, որ կպատժի իրեր, թեպետ Կարապետյանների ընտանիքից ևս բարձրաբանում եղավ այդ առիթով, խնդրեմ։ Նախ սկսենք հիշել, թե ինչից է սկսվել, հա, այս ամենը, որովհետև երբ որ այս դավաճանական գործողությունները կատարվում են, ասենք ասենք փաթեթով պլանը ունեն գծած, երբ որ քայլերի հաջորդականությունը անում են, մոռացվում է, հա, ինչից է սկսվել այս ամեն ինչը։ Նախ հիշենք, որ այս ամեն ինչը սկսվեց նրանից, որ կաթողիկոսը Բեռնում, Շվեյցարիայի, կազմակերպել էր եկեղեցական խորհրդի, միջազգային խորհրդի հանդիպում եւ այդտեղ քննադատել էին Արցախի էթնիկ զտումը, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը եւ ընդհանրապես Ադրբեջանի վայրագությունները։ Ինչը չէ դուր եկել մեր դավաճանին, բնականաբար պիտի դուր չգար, որովհետեւ նա դավաճան է եւ նա դրա համար է դավաճան, որովհետեւ դուր չի գալիս եւ դուր չի գալիս, որովհետեւ դավաճան է։ Ու եկեղեցու վրա կրավորական հարձակում սկսեց կառավարության նիստի ժամանակ չուլանացված եկեղեցիներ արտահայտությունն անելով։ Դրանից հետո սկսեց եկեղեցու արձագանքը, ոչ թե հենց եկեղեցու, այլ որոշ քահանաների, որից հետո նա այդ շոկը իրականացրեց, այդ դոմփելու շոկը, հա, ու այդտեղ արդեն մտավ նոր ասպարեզ բանը դավաճանների եւ եկեղեցու միջև եւ հայ ժողովրդի միջև, որովհետեւ սա միայն եկեղեցու պայքար չի, ինձ թվում է բոլորն էլ լավ հասկանում են, այդ թվում նաեւ ԿՊ-ում են լավ հասկանում, որ սա Թուրքիայի եւ հայ ժողովրդի դեմ պայքար է։ Նորից հիշենք, հա, որ Հայաստանի գործադիրի ղեկավարը իրավունք չունի քիթը խոթելու որևէ կրոնական կազմակերպության ներքին կյանքի մեջ, իսկ նա ասել էր, որ պետք է կաթողիկոսը փոխվի։ Նա չէ, որ պետք է որոշի, թե ով պետք է լինի 80% վստահելիություն ունեցող եկեղեցում ղեկավարը։ 80% վստահություն ունեցող ըստ որոշ հարցումների, մասնավորապես Կովկասյան բարոմետրի։ Վերջին ընտրությունները պաստորեն եղել են Գյումրիում, Փարաքյանում, այն ընտրություններն են, իսկ ամենամեծը, այսպես ասած, բանում եղել է Երևանում, խայտամակ հիմա այդ իրականի։ Հա, իրանք որևէ իրենց վարկանիշը շրիշակից ցածր է, բայց եկել են դες որոշել են, որ պետք է իրանք ստեղ ինչ-որ հարցեր լուծեն, էլի։ Դե ինչքան շրիշակից ցածր է լինում բանը, վստահելիությունը, այնքան ավելի բռնապետական է դառնում իշխանությունը պահելը, որովհետև եթե քո վարկանիշը հասել է, ասենք 10%-ի, դա նշանակում է, որ դու այնպիսի գործառույթ ես իրականացնում, որի համաձայն քեզ չեն վստահում եւ հետեւաբար դու ոչ թե ըստ վստահությանս իշխանության, այլ ըստ ռեպրեսիաների, որտեվ չի կարա 10% վստահելիություն ունեցողը լինի երկրում իշխանության, բայց մենք տեսնում ենք, որ այդպես է, բայց ինքը հիմա բոլոր ծրագրերը ինչ էլ մտքով անցնի, պետք է ռեպրեսիաների միջոցով անի, որտեվ չկա վստահություն, ինչ է իշխանությունը։ Իշխանությունը նա է, որ ժողովուրդը ասում է, մենք ընտրում ենք ձեզ, դուք եկեք, որպես մեր պատվիրակ, իրականացրեք մեր ծրագիրը։ Այդտեղ կա այդ մի նժարի վրա վստահությունը եւ իշխանությունը հանգիստ իրականացնում է իր ծրագիրը, որովհետեւ իրեն պատվիրակել են այնտեղ։
Հիմա իրանք պատվիրակված չեն այնտեղ, անկախ նրանից 2021 թվին քանի տոկոս են ձայն հավաքել, բայց եթե դու խախտում ես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հռչակագիրը, դու այլևս լեգիտիմ չես, որովհետև լեգիտիմությունը միայն ժողովրդի քվեն չի։ Ժողովուրդը քվեն տալիս է, որպեսզի դու ըստ Սահմանադրության, հռչակագրի, ներպետական օրենքների, միջազգային իրավունքի ստանձնես քո պարտավորությունները, ոչ թե ըստ քո ճաշակի, քմահաճույքների եւ քո նենգության ու ստորության։ Հիմա ըստեղ եկել է այդ իրավիճակն է ստեղծվել, որ սրանք ստացել են որոշակի քվեր ժողովրդից, բայց իրանք հենց այդ ժողովրդի համար ստեղծված Սահմանադրությունն ու հռչակագիրը խախտում են։ Նորից հիշենք, թե ինչ են խախտել Սահմանադրությամբ։ Մենք արդեն ականատես ենք եղել, որ Արցախը հանձնել են առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու, նույնիսկ ազգային ժողովում որևէ այդպիսի բան քննարկում չի եղել Արցախի հանձնման հետ կապված, իրավունք էլ չունեին իհարկե, բայց նաև չմոռանանք, որ Տավուշի տարածքները հանձնեցին առանց մեզ հարցնելու, ընդ որում այնքան դավաճան են, որ գնացին ԽՍՀՄ-ի զինվորական քարտեզները օգտագործեցին, որպեսզի ցույց տան, թե այդտեղ որևէ խախտում չկա։ Դուք պատկերացնում եք զինվորական քարտեզները, որոնք ստեղծված են, ասենք, զինվորական օպերացիաներ իրականացնելու համար, իրանք այդ քարտեզներով եկան իրականացրեցին Հայաստանի սահմանների բաժանում։ Նրանք այնքան դավաճան են, որ ժամանակին GPS-ով էին նախ որոտանում, շուրնուխում մարդկանց մերոնց տնից դուրս էին գցում ու ասում էին այստեղ է սահմանը։ Ինչևէ, արդեն երկու դրվագ նշեցինք եւ նաեւ մյուս դրվագը, օրինակ մի դրվագ էլ կա, որ խախտել են, բայց քիչ է խոսվում սրա մասին, որովհետեւ դավաճանությունը այնքան շատ է եղել, որ այս մի դրվագը մոռացել ենք։ Օրինակ Խաչատուր Սուքիասյանը իրավունք չունի լինի պատգամավոր, որովհետեւ Սահմանադրությամբ Կուսակրոն Մեսրոպ Մաշտոցի հնարած տարերով գրված է, որ եթե անձը զբաղվում է ձեռներեցությամբ, բիզնեսով, նա չի կարող զբաղեցնել պետական պաշտոն, այդ թվում նաև պատգամավոր, բայց փաստորեն 2018 թվականից մենք ունենք մի հատ Գուրգեն Արսենյանն էր, ընդ որում Գայիկ Ծառուկյանն էլ, որը 2018-ից հետո այդ խորհրդանում պատգամավոր էր, ու հիմա էլ Խաչատուր Սուքիասյանը ունենք, որը կրկին Սահմանադրության խախտում է։ Հիմա խախտում են Սահմանադրություն պետության եւ եկեղեցու անջատումը, տարանջատումը քայքայելով ու գիտները խոթել են եկեղեցու կյանքի մեջ։ Ինչպես տեսանք, նույնիսկ Միքայել Աչապահյանը, որին Էդմոն Մարուկյանը խիտրի ձևերով փորձում էր վարչապետի թեկնածու առաջադրել, հա, երկու դավաճանների միջոցով, Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի, որոնք որպեսի ոնց որ եկեղեցուն ներքաշեն նորից քաղաքականության մեջ, բայց Միքայել Աչապահյանը, arczepiskopos Աչապահյանը շատ ավելի բարձր գտնվեց եւ ցույց տվեց, որ իր ծառայությունը եկեղեցում է եւ ոչ թե պետական պաշտոն զբաղեցնելու։ Ընդ որում եկեղեցականները Հայաստանի կրոնական կազմակերպությունների եւ խղճի ազատության օրենքով իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ։ Տեսեք, սա շատ կարևոր է, որ երբ որ դուք կխոսեք ձեր մտերիմների կամ թշնամիների հետ, շատ կարևոր է տարանջատել պետական պաշտոնի զբաղեցումը եւ քաղաքականությունը։ Նայեք, 18-րդ հոդվածի համաձայն այդ օրենքի տրված է կրոնական կազմակերպությունների սպասավորներին զբաղվելու քաղաքականությամբ հավասար, ինչպես մյուս քաղաքացիները, ես, դուք եւ մնացածը։ Սակայն պետական պաշտոն, պետական կառավարման օղակներում գործունեություն ծավալելը արգելված է։ Այսինքն չես կարող լինել եկեղեցու սպասավոր ու լինել պետական պաշտոնյա։ Ինչպես օրինակ չես կարող լինել Խաչատուր Սուքիասյան, որը ձեռներեց է, ու լինել, ասենք, падգամավոր, հա։ Ու այս իմաստով եկեղեցին որևէ օրենք չի խախտել, չէ՞, նրանք ոչ արտաքին քաղաքականության սեկտորն են զբաղեցնում, ոչ, ասենք, ներքին գործերի նախարարություն կամ ոչ ոստիկաններին են հրամանատար եւ այլն։ Նրանք զբաղվում են իրենց կրոնական կազմակերպության հարցերով, զուգահեռ, այո, նրանք ունեն քաղաքական դիրքորոշում, կարծիք, ցանկություններ եւ զարմանալի կլիներ, որ այս պայմաններում, երբ որ եկեղեցու հարյուրավոր եկեղեցիներ, 285 եկեղեցի այս դավաճանները հանձնել են Ադրբեջանին, 2000 խաչքար, 60 վանք, անհայտ կորած Հայր Սուրբ
Հայր Սուրբինսկի չեն էլ փորձում որոնել, հայ առաքելական եկեղեցու հետևորդները Բաքվի բանտում խոշտանգվում են եւ այլն եւ զարմանալի կլիներ որ եկեղեցականները ձայն չհանեին դուք պատկերացնում եք այդպիսի իրավիճակ որ եկեղեցու սպասավորները այս իրավիճակում ձայն չհանեն դա աննորմալ կլիներ ինչպես օրինակ շատերը ասում են չէ ուր են մտավորականները ինչու ձայն չեն հանում եւ այլն նույնիսկ եթե ինչ-որ մտավորականների խումբ նու այդքան է մտավորական չէ ավելի շատ տենց իշխանավորական ինտելեկտուալների խումբ ձայն չի հանում ինչի շահերից ելնելով բայց եկեղեցու պարագայում անհնար է պատկերացնել երբ որ ասեք իր հոտից տարածքներ են վերցնում իր եկեղեցիները իր գանձերը տալիս են Ադրբեջանին եւ իր կրկնում եմ շարունակում են տալ աննորմալ կլիներ եթե եկեղեցականները իրենց դիրքորոշումը չհայտնեին եւ շատ նորմալ է որ հայտնում էին եւ թեկուս հալածյալ եկեղեցի բայց եկեղեցին իր դիրքը պահում է ու այս իմաստով հիմա տեսեք սրանց առաջին կատարած հանցագործությունը սահմանադրության խախտումը եկեղեցու պետության տարանջատումը ուր է հասցնում սա հասցնում է այնտեղ որ եկեղեցու հետևորդը դուրս է գալիս իր կրոնական կազմակերպությանը պաշտպանելու իրացնելով իր ազատ խոսքի իրավունքը ու նրան վարչապետացուի հրահանգով կալանավորում են Չէ՞ որ այդ կալանավորման հրահանգը նրա Facebook-յան ստատուսներում էր։ Սամվել Կարապետյանը դուրս է գալիս պաշտպանելու իր կրոնական կազմակերպությունը։ Պատկերացնում եք, ասենք, եթե ձեր օրինակ ընտանիքը վիրավոր են, դուք դուրս գաք պաշտպանեք ձեր ընտանիքին, ասեք, մենք մեր ձևերով վերականգնելու ենք մեր ընտանիքի արժանապատվությունը, ու ձեզ կալանավորեն, դուք sense պատկերացնում եք, անհնար է պատկերացնել, բայց այդ իրավիճակն է ստեղծվում, բայց դա այդ իրավիճակը ստեղծվում է, որովհետև իրանք 10% վարկանիշ ունեն ու զորով պահում են իշխանությունը, ռեպրեսիաներով։ Ու փաստորեն մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ Հայաստանը ձգտում է Եվրոմիության, ձգտում է լինել քաղաքակիրթ երկիր այսպես ասված, բայց որտեղ երկրի ղեկավարը, գործադիր մարմնի ղեկավարը իր հրահանգով ձեր կալանավորել է տալիս մարդուն, որը պաշտպանել է իր խղճի ազատությունը։ Սա նոնսենս է, եւ այս նոնսենսի համար նաեւ պատասխան են տալու այն մարդիկ, որոնք կոչված են միջազգային կազմակերպություններում պաշտպանել միջազգային իրավունքը, բայց չեն պաշտպանում։ Այդ պատասխանը պարտադիր չի լինի, հա, իրավական, պարտադիր չի լինի ֆինանսական, տնտեսական, ինչ որ ձևով, այդ պատիժը կարող է լինել մտավոր, երբ որ մտային մակարդակում դուք անընդհատ այդ խնդիրների առաջ եք կանգնելու ինքներդ ձեզ հարց տալով թե այս ինչ եք անում այդպիսի մտային մի պատժի օրինակ արժանանում են դատախազությունում աշխատող մեր սիրելի հայրենակիցները որովհետև նրանք կատարում են գործողություններ որոնք չեն բխում Հայաստանի ազգային եւ պետական շահերից նույնն էլ ասենք ԱԱՑ-ում է լինելու հիմա ԱԱՑ-ի աշխատավարձերը սա բարձրացնում է որպեսզի իր սեփական անվտանգությունը պահի ու այդ ռեպրեսիաները արդեն հասնում են այն մակարդակի, որ վարչապետացու կոչեցյալը ինքը արդեն սպառնում է աշխատանքային իրավունք, այսինքն աշխատողներին հայ էլեկտրական ցանցերի ասում է, եթե դուք հանկարծ արտահայտեք ձեր կարծիքը, ես ձեզ աշխատանքից կհանեմ։ Մեկը լինի, միլիոնները լինեն, հարցնեն, ասեն, տղա ջան, երիտասարդ ջան, դու ով ես, բալիկ ջան, դու այստեղ նրա համար չես, որ կարողանաս աշխատանքային օրենսգիր խախտես, նրա համար չես, որպեսզի սպառնաս Հայաստանի քաղաքացի աշխատավորներին։ Սա այս ամբողջ իրավիճակը չէ լինի այսպիսին, եթե ՔՊ-ի ներկայացուցիչները, որոնք ծնվել են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արգանդում իրենց երեսը չթեքեին իրենց մայրերից, այսինքն ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքներից։ Բոլորը գրեթե ՔՊ-ում հենց այդ արգանդի ծնունդներ են։ Հիմա այս իրավիճակում, երբ որ Հայաստանում որևէ օրենք գոյություն չունի, հա, ասենք սահմանադրությունն է, ներպետական օրենքները, աշխատանքային օրենսգիրքը, քրեական օրենսգիրքը, ընդ որում քրեական օրենսգրքով են սրանք հանցանք գործում եկեղեցու դեմ արշավելով 209-րդ հոդվածը քրեական օրենսգրքի, էլի կուսակրոն Մեսրոպ Մաշտոցի տառերով գրված է, որ իրավունք չկա
քրեական պատիժ է սահմանում, եթե խոչընդոտում են որևէ կրոնական կազմակերպության գործունեությունը։ Եվ պատիժը ավելի խիստ է, եթե դա անում է պետական պաշտոնյան, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանն, Ալեն Սիմոնյանն, ԱԱՑ-ի տնօրենն, այնտեղ չգիտեմ, Վահագն Ալեքսանյանն, Ռուբեն Ռուբինյանն, Սարգիս Խանդանյանն, մի խոսքով այդ ամբողջ այս հանցավոր խումբը, այն Կոնջորյանը, այն էլ ում ասում թողնես, բայց այս բոլորը քրեական օրենսգրքով 209-րդ հոդվածի խախտում են իրականացնում։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում օրենքի լեզվով խոսալը այս մարդ առանց կանոնների պայմաններում անհեթեթություն է, բայց մյուս կողմից սա էական է ինչի համար, որովհետև Նիկոլ Փաշինյանին այսպես թե այնպես հեռանալու են, եւ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում ով ուզում է լինի հրեշտակ, թե ուզում է լինի սատանա, ինքը պետք է ստանձնի օրենքի առաջ պարտականություն, ոչ թե իր թլպատված օրգանների առաջ պարտավորությամբ ինչ ուզի անի։ Այս պետությունը իրենց սեփականությունը չի դառնալու եւ չի լինելու։ Ես հասկանում եմ, որ այս պահին Հայաստանում ոչ թե գործում են հայկական օրենքները, այլ թուրքական օրենքները։ Օրինակ, եթե Թուրքիայում կար 301-րդ հոդվածը, որով սահմանված էր թուրքականությունը վիրավորելու համար պատիժ, եւ եթե հիմա Հայաստանում նրանք պատժում են եկեղեցուն, որովհետեւ եկեղեցու սպասավորները դիմադրում են թուրքականությանը, բարձրացնում են հայոց ցեղասպանության հարցը եւ դրանով Թուրքիայի օրենքներն են, այսպես ասած, խախտում եւ այդ օրենքների խախտելու համաձայն այս դավաճանները եկել են այստեղ իրենց կմահաճույքներն են իրականացնում։ Այս ամեն ինչը հասկանալի է, այս ամեն ինչը մենք ընկալում ենք, բայց մյուս կողմից նաև ժողովուրդը պետք է ընկալի, որ նրանք ունեն այս իշխանությունից ազատվելու ցանկացած հնարավոր միջոց եւ իրավունք, որովհետեւ եթե այս իշխանության ձեռքում են բոլոր ատյանները, որտեղ պետք է վերականգնվի արդարությունը եւ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում որևէ ատյանով վերականգնել իրենց իրավունքները, ապա բոլորը կարող են իրենց իրավունքները իրացնել եւ դա տրված է ոչ միայն կրոններով, այլ դա նաեւ տրված է միջազգային իրավունքով, դա ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ Նյուրնբերգյան սկզբունքներում, ինչը նշանակում է, որ երկրորդ համաշխարհայինից հետո աշխարհը հասկացել էր, որ պետք է իշխանությունները այնպիսին լինեն, որպեսզի ժողովրդի մտքով չանցնի ապստամբել, այսինքն դու չպետք է հասնես նրան, որ ժողովուրդը ապստամբի քո դեմ։ Նիկոլ Փաշինյանին դրան հասցրել են։ Այս դավաճանական իշխանությունը իշխանություն չի, սա ահաբեկչական խմբավորում է, որովհետև նա գործում է ոչ թե համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների, այլ գործում է հանցավոր խմբի պարագլխի կմահաճույքներով։ Եվ եթե նա հենց այսօր ստատուսով օրենք է որոշում, հա, որ պետք է հեծից աշխատողները հեռացվեն, եթե նա ստատուսով իրավապահներին ուղարկում է մեկ անձի ձերբակալելու, եթե նա ստատուսով հարձակվում է Հայաստանում գրանցված օրենքի համաձայն գործող կրոնական կազմակերպության վրա, ապա դա ահաբեկչական խմբավորում է եւ ահաբեկչական խմբավորման դեմ ահաբեկչություն իրագործել հասկացություն գոյություն չունի, որովհետեւ եթե Ալ-Քաիդային օրինակ կամ ISIS-ին օրինակ զսպում էին, կանխում էին, որպեսզի իրենց մարդ առանց կանոնների իրավիճակը վերացնեն աշխարհի երեսից, նույնը այս պարագայում է քաղաքացիական պայմանագիր խմբակը ահաբեկչական խմբավորում է եւ նրան պետք է կասեցնել։ Նրան եթե կասեցնեն 2020 թվականին, մենք չենք ունենա 150,000 առանց տուն տեղ մնացած մարդիկ, որոնցից 30,000-ը երեխա։ Եթե հիմա կասեցվի, ինչը կարվի, քաղաքացիական պայմանագիր ահաբեկչական խմբավորման ազատ գործունեությունը, որը անլեգալ է Հայաստանի օրենսդրական հարթությունում, ապա կկասեցվի Սյունիքի եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության աղետը, որը սպասվում է եւ որը նրանք անում են հանուն Թուրքիայի զինվորի արյան։ Այնպես որ այն խոսակցությունները, թե
ինչ որ մեկը հեղաշրջում է ուզեցել անի, նախ հեղաշրջում չեն կարող անեն, որովհետև հեղաշրջման սահմանումը տրված է, որ իշխանության ներսից է արվում հեղաշրջում, օրինակ եթե Անլեն Սիմոնյանը իր թունավոր թքով թքեր, ասենք Նիկոլ Փաշինյանի վրա եւ Նիկոլ Փաշինյանը մահանար այդ թքից եւ նա գար ստանձներ իշխանությունը, այդ դեպքում կլիներ հեղաշրջում, բայց այս պարագայում երբ որ տակից ժողովրդից է գալիս, դա կոչվում է ապստամբություն կամ իրենց լեզվով նույնիսկ իրենց լեզվով ասած հեղափոխություն։ Ու բացի դրանից չմոռանանք, որ զինված ապստամբության առաջ խոնարհվել է Նիկոլ Փաշինյանը։ Չմոռանանք, որ 2024 թվականին անցած տարի 1.5 տարի է անցել, փետրվարի 21-ին Փարիզի Իվրի գերեզմանատնից վերահողարկավորվեց Միսակ Մանուշյանը եւ Մելինե Մանուշյանը, նրա կինը։ Նրանց վերահողարկավորեցին Փարիզի Պանթեոն։ Դա ամենապատվելի տեղն է, որտեղ բան են հողարկավորված են Ֆրանսիայի ականավոր դեմքերը։ Ու Միսակ Մանուշյանը, որը ազգային հերոս է Ֆրանսիայի, նրան հողարկավորեցին Փարիզի Պանթեոնում, բայց ով էր Միսակ Մանուշյանը։ Միսակ Մանուշյանը Ֆրանսիայի դիմադրության հերոսներից էր, մարտիկներից, որը սպանել է 150 ֆաշիստ, 600-ին վիրավորել, իրականացրել 57 հարձակում։ Նորից եմ կրկնում, սպանել է 150 ֆաշիստ, իրականացրել 657 հարձակում, վիրավորելով 600 ֆաշիստի։ Եվ այդ մարդու առաջ խոնարհվել է Նիկոլ Փաշինյանը։ Նա համաձայն է, որ կարող է լինել անգամ զինված ապստամբություն։ Նա այդ գաղափարի առաջ խոնարհված է։ Այնպես որ այն ամեն ինչը, որ սենց հիմա իրանց գցել են բանի բաղերը եւ այլն, ով մեր դեմ ահաբեկչություն էին անում, թող ոչ մի ԿՊԱ-կանի չթվա, թե նրա կյանքը ավելի թանկ է, քան որևէ արցախցու կամ որևէ սյունեցու կամ որևէ տավուշցու կամ իմ կյանքը, թող չթվա, թե իրենցը իմ կյանքից ավելի թանկ է։ Ու թող չթվա, թե եթե Հայաստանից Արցախ է պակասում, նրանց գլխից պետք է մաս չպակասի։ Այնպես որ նորից կրկնենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներողություն արտահայտության հասարակ քաղաքացիական պայմանագիր ահաբեկչական խմբավորումը ընդունել է զինված ապստամբության գաղափարը խոնարհվելով Ֆրանսիայի ազգային հերոս հայոց ցեղասպանությունը վերապրած Միսակ Մանուշյանի առաջ։ Ընդ որում Միսակ Մանուշյանը նաև ձախ էր, ինչի համար եմ սա շեշտում, որովհետև ձախականությունը այն ուժն է, որը առավելագույնս քաղաքացիական այդ իրավունքների եւ աշխատավորների, գյուղացու իրավունքների կողմնակիցն է, հա, նրանք դրա համար պատերազմներ են մղում, ինչպես ասենք բոլշևիկյան հեղափոխություններ կամ Կուբայի ապստամբություններ, Կաստրոն, Չե Գևարան բնականաբար ձեզ հայտնի է, այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանից նմանակ ահաբեկչական խմբավորումների դեմ, մարիոնետ ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք կառավարվում էին նույն տեղերից ինչ որ Նիկոլ Փաշինյանին, Միսակ Մանուշյանը հենց այդ ձախ իմաստը եւ այսօր եթե Նիկոլ Փաշինյանը հեծի աշխատակիցներին այտենց գրեհկաբար իր ստատուսով որոշել է որ պետք է հեռացնի, նա նաև խոնարհվել այդ ձախականության առաջ, նրանց չհեռացնելու առաջ։ Եվ ըստեղ իմաստային առումով սրանք ջնջված են, իմաստային առումով սրանք գոյություն չունեն, սրանք կարող է փողեր բաժանեն ԱԱՑ-ին, բան անեն, մի քիչ իրանց ներսում պարգևավճարներ բաժանեն, իրար դուխ տան ասեն, այս ինչ լավ ասեցիր, այս ինչ լավ պատասխանեցիր, բայց իմաստային առումով ջնջխված են։ 2018 թվականից եկած որևէ խոստում, որևէ արժեք գոյություն չունի, որը կապ ունի նրանց հետ ինչ այսօր կան։ Դրա համար նրանց վարկանիշը պլենտուսից ցածր է շրիշակից։ Ու ստիպված են ռեպրեսիաներով պահել իրենց աթոռները, ուրիշ տարբերակ ուղղակի չունեն։ Եվ դրա համար ընդամենը 10%-անոց լակոտներով հարձակվել են 80% վստահելիություն ունեցող, ամենաբարձր վստահելիություն ունեցող կառույցի վրա։ Եկեղեցու վստահելիությունից բարձր հաստատություն Հայաստանում գոյություն չունի։ Բանակը, որի վարկանիշը իջել է, մոտ 10%-ով կարծեմ,
բանից ցածր է, եկեղեցուց ցածր է, եւ Նիկոլ Փաշինյանը ուզում է եկեղեցու վարկանիշը հավասարացնել իր վարկանիշին, որովհետեւ քանի նա կախված է Թուրքիայից եւ Ադրբեջանից, ինքը ավելի ու ավելի է նմանվելու այդ երկրներին։ Նայեք, ինչ է կատարվում Ադրբեջանում 17-ամյա երիտասարդի Սումգայիթում սպանեցին, աչքերը հանեցին, որովհետև նա նկարել էր ոստիկանական մեքենաներին, որոնք թմրանյութ էին տեղափոխում ու թմրանյութի բիզնեսով էին զբաղվում։ Դա տեղի ունեցել այս տարվա հունիսի 12-ին։ Այս տարի, այսինքն մի ամիս էլ չի անցել այդ դեպքից։ Հունիսի 20-ին ինչ տեղի ունեցավ, երբ որ մեր դավաճանը Էրդողանին միջանցք էր հանձնում։ Իդեպ սա էլ է էական։ Այս ամբողջ պատմությունները նրա համար են, որովհետև Նիկոլ Փաշինյանը միջանցքի համաձայնություն ա տվել։ Այդ մենք բաց ենք թողնում, բայց դրա մասին էլ է պետք անընդհատ հիշեցնել։ Հունիսի 20-ին, երբ որ նա այնտեղ էր, Ադրբեջանը 7 լրագրողի դատապարտել է մինչև 7-ից 9 տարի ազատազրկման։ Իդեպ նրանց մեջ մեկը Ազատություն ռադիոկայանի լրագրող էր։ Մյուս դեպքը բան կա, մի հատ բլոգեր կա, որը հայ ադրբեջանական խաղաղության քարոզիչ է, հա, Սամադով է անունը։ Նրան դատապարտել են այս վերջերս նորից, կարծեմ հունիսի 23-ին, եթե չեմ սխալվում, դատապարտել են 15 տարվա ազատազրկման նրա համար, որ հայ ադրբեջանական խաղաղության քարոզ է արել։ Դուք պատկերացնում եք, սրանք հայ ժողովրդին խափում են, թե խաղաղության պայմանագրի են գնում ստորագրելու, որը պարզ է, ընտրությունից առաջ մի հատ թուղթ են տալու ձեռները, ասեն գնացեք ձեր վարկանիշը եւս 2%-ով կբարձրանա եւ կարող է ընտրվեք։ Բայց այնտեղ 15 տարվա ազատազրկման Բեհրուզ Սամադովին 15 տարվա ազատազրկման են դատապարտել հայ ադրբեջանական խաղաղություն քարոզելու համար։ Ինչպես կարող ես դու Հայաստանի քաղաքացի լինել Ադրբեջանի հետ նույն ընտանիքի մեջ։ Ինչպես կարող ես, չէ՞ որ այն ինչ որ սրանք անում են, այդ թուրքականությունը, դա նշանակում նույն ընտանիքը։ Շարունակենք ադրբեջանական հանցագործությունները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Թալիշների առաջնորդ Ապոզադեին սպանեցին Բանտում։ Մինչ այդ 2009 թվականին կրկին Թալիշների առաջնորդ էին սպանել Մամեդով ազգանուն, դրանից առաջ նրա տղաներին էին բանտ նստացնում, մեկն էլ սրտի կաթվածից մահացավ, եւ դրանից առաջ էլ ցմահ էին տվել Թալիշների առաջնորդին, արդեն Հեյդար Ալիևի ժամանակ, ու նաեւ ինչպես գիտեք, Թալիշների իրավունքներն են այնտեղ շատ ծանր վիճակում, նրանք չունեն իրենց լեզուն սովորելու իրավունք, առողջապահական իրավունքներն են խախտված եւ լեզգիներինը այդ թվում կրոնական կազմակերպություններին չեն թողնում գրանցվեն եւ այս ամենով հանդերձ հարց է առաջանում ես որպես հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես հայ, հա, որպես ժառանգորդը իմ նախնիների եւ նախնիներիս նախնիների եւ որպես հայ մշակույթը կրող մարդ, ես ինչպես պիտի նայեմ մյուս այս տարածաշրջանի ժողովրդի աչքերի մեջ, որոնք հալածվում են ադրբեջանական ֆաշիստական ռեժիմի կողմից։ Ինչու պետք է ես իմ պայքարը կոչվի ազատամարդ, իմ զինվորների անունը կոչվեն ազատամարտիկ, երբ որ ես գնում եմ համաձայնության մեկի հետ, ով գիշերը քնած մարդ է սպանում կամ ինչպես տեսակ են ջահել ծրագրավորող նոր լեզվով ասած այթիշնիկներին էին լղել։ Այստեղից գալիս է հետևությունը, որ մեր առաքելությունը, երբ որ այն իմաստով, որ 90-ականներին նաև այդ գաղափարը կար համաշխարհային ազգ լինելու, մենք ունենք առաքելություն, հա, այս աշխարհում եւ այս տարածաշրջանում։ Հիմա փորձենք բացել այդ առաքելությունը։ Մի կողմից, եթե Ադրբեջանում հալածվում են մարդիկ, մարդ արարած, հա, Homo sapiens-ը, մեր խնդիրը նրանց ազատելն է Բաքվյան, Ալիևյան ռեժիմից, այսինքն մեր ազատամարտը օգտագործել այդտեղ։ Եվ մյուս առաքելությունը, որը կապված է, տեսեք, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ, հա, ով է աշխարհում այս պահին ամենաշատը զրկանքներ կրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար։ Հայերը, որովհետեւ Բաքվի բանտում ովքեր են ժողովրդավար պետության նախարարները, զինվորականները եւ
բանը նախագահները, նախարարները չեն, միլիարդատեր են ըստ ժողովրդավարությանը, մի միլիարդատեր այնտեղ, մի միլիարդատեր Հայաստանի Հանրապետությունում են բան տարկել։ Եվ այստեղից հետևություն, երբ որ գա նոր աշխարհակարգը, ամենաշատ զրկանք կրած ազգ որպես մենք պետք է սովորեցնենք մյուսներին, թե ինչպես պետք է ապրել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պայմաններում։ Շնորհակալություն մեր առաքելություններին, մեծ հաջողություն։